Թոփ 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Հայաստանի կողմից ԱՊՀ-ից դուրս գալու վերաբերյալ որևէ պաշտոնական ծանուցում չի ստացվել։ Նրա խոսքով կազմակերպության կանոնակարգի համաձայն անդամ պետությունը պարտավոր է գրավոր տեղեկացնել իր որոշման մասին, սակայն նման քայլ Երևանից չի եղել։ Նա ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է լիարժեք մասնակցել ԱՊՀ-ի աշխատանքներին եւ ներգրաված է մի շարք համատեղ ծրագրերում։ Վերջինս նաև նշել է, որ հայկական կողմի ներկայացուցիչները մասնակցում են կազմակերպության նիստերին եւ չեն դադարեցնել համագործակցությունը կառույցի շրջանակում։ Ըստ նրա, ԱՊՀ-ն բաց է համագործակցության համար եւ ակնկալում է, որ անդամ երկրները կշարունակեն իրենց մասնակցությունը ընդհանուր գործընթացներին։ Ապրիլի 8-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 10-րդ կիլոմետր հատվածում։ Բախվել են DAF բեռնատարը եւ ՎԱԶ 21014-ը։ Վթարի հետևանքով տեղում մահացել են Վանաձոր քաղաքի բնակիչներ 30-ամյա Թաթուլ Տոնոյանը եւ 26-ամյա Կարմեն Բաբայանը։ Եվս երկու տուժած տեղափոխվել են Սպիտակ բժշկական կենտրոն։ Ըստ ականատեսների զոհվածները եղել են Պաշտպանության նախարարության զինծառայողներ։ Բեռնատարը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Հովանես Ալեքսանյանը։ Մայրաթոռում Գարեգինբն ընդունել է եվրոպացի լրագրողների պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ռենովաբիզ բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն դոկտոր Հայր Թոմաս Շվարցը։ Գարեգինբն նշել է, որ երկիրը գտնվում է բարդ փուլում, պայմանավորված տարածաշրջանային զարգացումներով եւ ներքին խնդիրներով։ ՎՀՓ-ը ընդգծել է, որ հայ առաքելական եկեղեցին պատմականորեն եղել է ժողովրդի հենասյունը եւ այսօր եւս շարունակում է այդ դերակատարությունը։ Նրա խոսքով եկեղեցին պարտավոր է ամրացնել ազգային միասնությունն ու հավատը դժվար ժամանակներում։ Կաթողիկոսը նաև անդրադարձել է պետություն-եկեղեցի հարաբերություններին, շեշտելով փոխադարձ հարգանքի կարևորությունը։ Առանձին խոսք է գնացել արցախահայության խնդիրների մասին, որտեղ նա նշել է եկեղեցու շարունակական աջակցությունը տեղահանվածներին։ Նա ընդգծել է, որ Արցախի հարցը ունի ոչ միայն քաղաքական, այլև ազգային եւ հոգեվոր նշանակություն։ Օկուպացված Արցախի Խնուշինկա գյուղում ոչնչացվել է հուշահամալիր, այն նվիրված էր պատերազմներում զոհվածներին։ Հայկական կողմը սա որակում է որպես մշակութային ցեղասպանություն։ Հայտարարության հեղինակներից է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, ազգային պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։ Նշվում է, որ սա համակարգված քաղաքականություն է, նպատակն է ջնջել պատմական հիշողությունը, միջազգային լռությունը միայն խորացնում է խնդիրը։ Հայաստան դաշինքը հրապարակել է իր ցուցակի առաջին եռյակը։ Առաջին տեղում է Ռոբերտ Քոչարյանը, նրան հաջորդում են Իշխան Սաղաթելյանը եւ Աննա Գրիգորյանը։ Սա հստակ ազդակ է ընտրություններին ակտիվ մասնակցության մասին։ Դաշինքը փորձում է վերադառնալ իշխանության։ Քաղաքական դաշտում մրցակցությունը կտրուկ սրվում է, ընտրությունները խոստանում են լինել բարդ։ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է նոր առաջարկ։ Այն վերաբերում է տաքսու վարորդների կենսաթոշակին։ Մինչև 1974 թվական ծնվածների համար կճանաչվի ստաժ։ Ավելի երիտասարդներին կառաջարկվի միանալ կൂട്ടակային համակարգին։ Պետությունը նույնպես կմասնակցի ֆինանսավորմանը։ Օրենսդրական փոփոխությունները դեռ մշակման փուլում են։ Սա կարող է լուծել տարիների խնդիրը։ Նախարարությունը նշում է, որ քննարկումները վարորդների հետ շարունակվում են։ Վերջնական նախագիծը նախատեսվում է ներկայացնել առաջիկա ամիսներին։ Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է խոշոր գործ։ Նախկին պաշտոնյան ապօրինի գրանցել է հողատարածքներ։ Խոսքը միլիոնավոր դրամների մասին է։ Կեղծ փաստաթղթեր են օգտագործվել սեփականության ձևակերպման համար։ Համայնքը զրկվել է իր ունեցվածքից։ Գործը փոխանցվել է դատարան։ Մեղադրյալը դեռ համարվում է անմեղ մինչև դատարանի որոշումը։ Քննությունը պարզել է նաև լրացուցիչ խախտումներ նույն գործով։ Իրավապահները չեն բացառում նոր մեղադրյալների ներգրավումը։ Սոցապ նախկին նախարար Արտեմ Ասատրյանը ենթարկվել է երկար հարցաքննության։ Նա հարցաքննվել է շուրջ 8 ժամ։ Հարցաքննությունից հետո նա ազատ է արձակվել։ Դեպքը մեծ արձագանք է ստացել մեդիայում։ Որոշ շրջանակներ այն անվանել են թատրոն։ Քաղաքական ենթատեքստը շարունակում է քննարկվել։ Պաշտոնական մարմինները դեռ չեն ներկայացրել գործի մանրամասները։ Հասարակության մեջ աճում են կասկածները գործընթացի թափանցիկության վերաբերյալ։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը հայտարարել է իր նախընտրական ցուցակի առաջին եռյակը, ազդարարելով ակտիվ քաղաքական պայքարի մեկնարկը։ Ցուցակը գլխավորում է Նարեկ Կարապետյանը։
որին հաջորդում են Արամ Վարդևանյանը եւ Գոհար Մելոյանը։ Տեղեկությունը հաստատվել է հենց կուսակցության ներկայացուցիչների կողմից։ Այս քայլը ցույց է տալիս, որ քաղաքական նորուժը պատրաստվում է լուրջ պայքարի եւ փորձում է ամրապնդել իր դիրքերը ընտրական գործընթացում։ Հունիսի 7-ի ընտրապայքարին ընդդիմադիրները պատրաստվում են մասնակցել ամենաանհավանական դաշինքներով։ Առաջիկայում կազդարարվի նոր ու անսպասելի դաշինքի ձևավորման մասին։ Մեր հավաստի տեղեկություններով Վարդան Ղուկասյանի ԴՕԿ կուսակցության հետ դաշինք ձևավորելու մասով քննարկումներ են անցկացնում Ազգային ժողովի նախկին նախագահ հայ պետական քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի որդին, հայ ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը։ 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ նա եղել է հիմնական ընդդիմադիր թեկնածու։ Վարդան Ղուկասյանի գլխավորած քաղաքական ուժի հետ բանակցություններ է վարում նաև ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ կողմերը արդեն իսկ եկել են համաձայնության եւ առաջիկայում կհայտարարել միավորման մասին։ Ուժերի հետ բանակցությունները վարում է ԴՕԿ կուսակցության շտաբի պետ փաստաբան Լևոն Բաղդասարյանը։